Ողջույն, 168 TV եթերում դիպլոմատն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանին։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը իր հերթական պաշտոնավարումը սկսում է հայ-ռուսական հարաբերությունների թերևս նախադեպը չունեցող ճգնաժամով, երբ չկան հետընտրական պաշտոնական շնորհավորանքներ, երբ խաթարված է ըստ էության քաղաքական երկխոսությունը, երբ կիրառվում են տնտեսական սահմանափակումներ, որոնցից վերջինի մասին լսեցինք երեկ, երբ Ռոսելխնաձորը հայտարարեց արդեն հայկական կաթնամթերքը ռուսական շուկա արգելափակելու որոշման մասին։ Ինչպես կբնութագրեք ստեղծված իրավիճակը, ըստ ձեզ այս անգամ հայաստանյան իշխանություններին կհաջողվի հանգել պայմանավորվածության գործարքի, թե կողմերը արդեն հատել են անշրջելիության կետը։ Ասեմ, որ ոչ թե սա աննախադեպ էր, այս հարաբերությունները Ռուսաստանի հետ այսօրվա, այլ քաղաքացիական պայմանագիրը հենց այդ, այսպես ասած, կարգախոսերով էլ եկավ իշխանության, այսինքն նպաստեցին նրա իշխանության գալու Հայաստանում 18 թվականից մինչև էդ էլ նրանք հակառուսական ինչ-որ թեզեր էին զարգացնում, իսկ գալով իշխանության հենց առաջի օրվանից առաջի քայլը եղավ, ասենք, Ռուսաստանի նկատմամբ որոշակի վերաբերմունքի փոփոխության, որը անդրադարձավ, ասենք, հապկի հետ կապված հարցով, նույն Արցախի հետ կապված հարցով, այսինքն հարցի լուծման համար ռուսական միջնորդության եւ այլն։ Այսինքն սա նորություն չի։ Այս ընտրությունը, որ մենք տեսնում ենք, ասենք, Ռուսաստանի վերաբերյալ, դա կատարվել է մինչև իշխանության գալը եւ կարելի ասել հենց դրա համար էլ եկել են իշխանության։ Միշտ հիշեցնում եմ դրա հաստատումն էր Բոլտոնի այցը եւ նրա հայտարարությունը, որ պետք է փոխել պատմական կաղապարներից պետք է դուրս գալ եւ այլն։ Եվ մարդիկ այդ օրվանից հենց այդ գործով էլ զբաղված են։ Այլ բան, որ ասենք տնտեսական որոշ հարցերով, քանի որ Հայաստանը շատ խիստ մանավանդ տնտեսապես, նաև ռազմաքաղաքականորեն կապված էր Ռուսաստանի հետ, իհարկե ռազմաքաղաքականը մի կողմ դրած, ամենակարևորը տնտեսական է եւ տնտեսական հարցերի պատճառով այդ բանը ձգձգվում էր։ Ռուսական կողմը շատ լավ հասկանում էր, թե ովքեր են եկել իշխանության, ինչ խնդիրներ ունեն եւ ուր է գնալու այս ամեն ինչը։ Բայց ելնելով այն իրավիճակից, որ ստեղծվել էր Ռուսաստանի համար, մասնավորապես, ասենք, արևմուտքի հետ արդեն սկսվող այդ հակադրությունը, արդեն աճող վտանգը 2014 թվականին Մայդանից հետո հեղաշրջումը Ուկրաինայում եւ այլն, Ռուսաստանը հայտնվել է շատ լուրջ կացության մեջ եւ այդ ժամանակ նա չէր կարող բացի այդ ուրեմն ճակատից նաեւ հարավային Կովկասում նոր մարած, կարծես թե սառեցրած ռուս-վրացական հակադրությունը թողնելով մի հատ էլ ուրեմն Հայաստան է, դրա համար որոշ ուրեմն կոմպրոմիսային, որպեսի զսպի ինչ որտեղ ձգձգի այդ process-ները եւ այլն, չնայած շատ լավ տեսնում էր, որ ռուսաֆոբիան, հակառուսականությունը թափ է առնում Հայաստանում եւ ուր է հասնելու։ Այս առումով ուրեմն կարելի ասել, որ սա նորություն չի, սա այն գործընթացն է, որի համար եկել են եւ իրականացնում են եւ պետք է ասել, որ իրականացնում են հետեւողականորեն։ Պարոն Հակոբյան, ասել թե այդ հարց, որ ասի կարմիր գծեր, ես չեմ կարծում, թե կարմիր գծերը դեռ անցել են։ Դիվանագիտության մեջ, եթե խոսում ենք կարմիր գծերի, չգիտեմ, այդ տեսակ հարաբերություններից եւ այլն, ուրեմն պետք է երկու կողմ։ Բանն է, որ այստեղ Հայաստանի Հանրապետությունը չունի այն ինքնիշխանության չափը, որ ինքը, այսպես ասած, այդ հարաբերություններում որոշակի դիրքորոշում ունենա։ Որոշիչ լինի գուցե։ Բացի որոշիչ լինելուց։ Այսինքն նա գործում է որոշակի արտաքին
ազդեցության տակ իրավիճակում։ այն ուժերի, որոնք հակադիր են արդեն Ռուսաստանի։ Ըստ ձեզ Ռուսաստանը ինչու հենց այս փուլում նման կոշտ անհանդուրժողական դիրքորոշում ստանձնեց։ Ի վերջո ներկայումս եւս ուկրաինական ճակատում բավականին բարդ վիճակ է, ակտիվ, արևմուտքի հետ կրկին հարաբերությունները բարդ են, Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կրկին բավականին բարդ փուլում են, ինչու հիմա։ Դե կարող ենք ասել բարդ, բայց կարող ենք ասել նաև որոշ գործընթացներ կան, որ այդպես չի։ Հիմա շատ են տարածում արևմուտքում, որ ուկրաինական ճակատում ուկրաինացիները ակտիվացել են, արդեն կարծես նաև հաղթում են եւ այլն, այդ մոլորություններ են։ Ռուսաստանը հետևում է եւ հետևողականորեն գնում է իր մարտավարության։ Նրանք շատ լավ գիտեն ինչ են անում։ Եվ նույնը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը, երբ որ ասում են անկորիջի այդ պայմանավորվածությունները եւ այլն, այստեղ տակը ուրիշ բաներ կան։ Եվ այդ պատերազմը մի կողմից մի ձևով պետք է, ինչպես Եվրոպային, Արևմտյան Եվրոպային կամ Եվրոմիությանը ասենք, որոշ իմաստով պետք է նաև շատ այլ պետությունների, Միացյալ Նահանգների, հարևան պետությունների, ասենք թե Թուրքիայի կամ եթե կուզեք նույնիսկ Չինաստանի եւ այլն, որովհետեւ Ուկրաինան դարձրել են փորձադաշտ շատ ուղղություններով, թե զենքը փորձարկելու, թե դիվանագիտական ինչ-որ ճանապարհներ եւ այլն, թե որոշակի նպատակների հասնելու միջնորդավորված ձևով, այսինքն ուկրաինացիների կյանքի միջոցով շնորհիվ զոհերի։ Իսկ ըստ ձեզ ինչու հիմա Ռուսաստանը նման դիրքորոշում ստանձնեց։ Նման, որովհետեւ որոշ բաներ փոխվեցին, թե ուկրաինական ճակատում հարցերը շատ հետաքրքիր են գնում, Ռուսաստանը շատ վստահ է գործում եւ դե Ռուսաստանը որպես մեծ բազա ունեցող, այսպես ասած, պետություն, տերություն, փորձված դիվանագետներուն շատ լավ հասկանում է, թե ինչ քայլ է, ինչի հետևից է գնում եւ այլն եւ արդեն երբ որ տեսավ, որ որոշակի առումով իր դիրքերը ամրապնդվում են, այլ ոչ թե ինչպես ասում են թուլանում են եւ այլն, արդեն նա կարողանում է ավելի խիստ ուշադրություն դարձնել հարավային Կովկասին, դա մեկ, երկրորդը հարավային Կովկաս կոչված տարածաշրջանը, որը կապված է մերձավոր արևելքի հետ, շատ մեծ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, մեծ նշանակություն, ինչպես նաև Իրանի համար, ինչպես նաև Թուրքիայի համար, այսինքն քիչ այդ տերությունների հակադրության կիզակետը Ուկրաինայից եւ այլն տեղափոխվում է մերձավոր արևելք, այսինքն կարելի ասել նա վաղուց էր այնտեղ, բայց հարաբերական սառեցված վիճակում էր եւ հիմա այստեղ, երբ որ այսօրվա իշխանությունները խառնվում են այդ process-ներին հարավային Կովկասի, այսինքն դառնում են նույն միջնորդը, ինչպես Ուկրաինան հակառուսականության իր գործընթացում, այնպես էլ այսօր ուզում են Հայաստանը դարձնել միջնորդ պայքարի Ռուսաստանի դեմ պայքարի հարցում։ Այո, արդեն սա սկսում է որոշակի ուրեմն մարտահրավերներ ուժեղացնել եւ կարող է գնալով ավելի խորանալ եւ ուշ լինել, ինչպես բավական ստիպված էին ուշացնել Ուկրաինայի հարցում, երբ որ ամբողջ արևմուտքը արագացնում էր այդ պատերազմը։ Ուղղակի ամեն ինչ անում էին, որ ռուսները հարձակվեն Ուկրաինայի վրա, եւ զինում էին, եւ այդ պաշտպանական գոտիներն էին կառուցում, եւ եթե այդ հատուկ օպերացիան չսկսեր Ռուսաստանը, Ուկրաինան ինքն էր սկսելու, այսինքն սկսեց։ Հենց 14 թվին այդ հեղաշրջումը եղավ, առաջինը ինչ որ արեցին, հայտարարեցին Դոնբասի բնակիչներին 3-4 սորտի մարդիկ հակառուսական հայտարարություններ արին եւ սկսեցին ռմբակոծել Դոնեցկն ու Լուգանսկը։ Հիմա նույնը կարող է այստեղ այդպես բռնկվի։ Մանավանդ որ արևմուտքը ձեռք չի քաշել Վրաստանից, աշխատում է այդ ուղղությամբ,
տեսնում եք Վրաստանում ինչ է կատարվում եւ մանավանդ որ շատ մեծ հույսեր ունի ըստ երևույթին ինչ որ խոստումներ ունի նաեւ Ադրբեջանի կողմից Ալիևի վերջին ինչ որ հայտարարությունները Ուկրաինայի հետ կապված ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված վկայում են այն մասին որ Արևմուտքը հույս ունի որ այս 3 պետությունները հարավային Կովկասի կարող են դառնալ նույն այդ հարվածային հակառուսական ուժը Դուք նշեցիք, որ այստեղ եւս կարող է իրավիճակը բռնկվել, բայց հայաստանյան իշխանությունները ըստ էության գնում են բանակցությունների ճանապարհով, բոլոր հարցերում զիջումային այդ դիրքորոշումը պահպանում են եւ ինչից պետք է իրավիճակը բռնկվի ըստ ձեզ։ Այստեղ Հայաստանի իշխանությունները չեն որոշում գնում են բանակցությունների եւ այլն, այդ բոլորը իմիտացիա է։ Ծխացած որոշողը թե ինչպեսի հարաբերություններ կձևավորվեն, բռնկում կլինի թե չի լինի, ինչպես, ինչ ճանապարհով եւ այլն, որոշում են այլ պետություններ, որոշում են խոշոր տերություններից, ասենք Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, ասենք Թուրքիան Այս սրանցից է կախված, թե ինչպես կգնա այդ բանակցությունները կընթանան, թե չեն ընթանա։ Այդ գիտեք, որ տարածում են, թե հիմա մեր իշխանությունները կբանակցեն, կխոսեն ռուսների հետ, կկարգավորեն, հա, մենք դեռ գազը կստանանք իր գնով, շուկան կլինի մեր համար բաց եւ այլն, բայց հենց որ այդ հարցերը տնտեսական լուծենք, այլ ընտրանք գտնենք, միանգամից կտրենք։ Այսինքն ապուշի տեղ դնել այն պետությանը, որի այդ հարաբերությունների մեջ ես հնարավոր չի։ Նա կարող է քեզ ապուշի տեղ դնել, որոշ ժամանակ օգտագործել, դեռ քանի հանգիստ նստած ես, իսկ հետո հարցերը միանգամից լուծի։ Էնպես որ այդ բանակցությունները այստեղ էական չեն։ Հիմա տեսեք ինչով են շեղում մեր հասարակությանը, չէ՞։ Այսինքն դա տիպիկ եվրոպական լիբերալ գլոբալիստական մեթոդներ են հասարակական ուրեմն գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու ասենք խոսում են թրիպի մասին իբր աշխատանք է տարվում Ամերիկայի հետ պայմանավորվում են գնում գալիս են հանդիպումներ են լինում կամ չգիտեմ խոսում են այլանդրանքի գազի Ադրբեջանի միջոցով մյուս թուրքական շուկա եվրոպական շուկա եւ այլն այս բոլորը լուրջ չի որովհետեւ կրկնում եմ այդ անունները որ տալիս են այդ պետությունների կամ պետական գործիչների դա մի կողմն է երկրորդ կողմը հայկական ըստ էության չկա որովհետև նույն դիրքերում են հասկանալի է չէ այսինքն ինչ դիրքերում որ այսօրվա իշխանություններն են Հայաստանի քանի որ այդ նույն դիրքերում էլ նաև այդ պետությունները որ ասեցի Եվրոմիություն կամ Թուրքիա Ադրբեջան եւ այլն իսկ որ նույն դիրքերում են ինչ հարաբերությունների մասն է խոսքը այսինքն այն ինչ որ նրանք թելադրում են եւ պահանջում են դու այսպես թե այնպես անում ես ասում են trip ստորագրում են ասում են այս ճանապարհը այսպես անցնի համաձայնում են եւ այլն այստեղ խոշոր իմաստով միջպետական հարաբերություններ որպես այդպեսին չկան այսինքն պետությունները ինչպես է եթե դու քո պետական շահը, քո ազգային շահը նույնացնում ես, դնում ես այդ հարթության վրա ինչ որ նրանց պահանջներն են, այսինքն որպես այդպեսին չկա քո պետական ու ազգային շահը։ Եթե որ ասում են այսպես պետք է անես դու անում ես, դուրս է գալիս որ դու ներկայացնում ես որ հենց դա էլ օրինակ ասենք այդ նույն թրիպը կամ Արեմտյան Ադրբեջանի բնակչությանը վերադարձնելը քո ազգային շահն է դուրս գալիս։ Այսինքն այստեղ անիմաստ է Այսօր հենց այդպես էլ դուրս է գալիս ըստ դիվանագիտական կամ ազգամիջյան կամ ասում եմ միջպետական հարաբերություններից խոսելը։ Դուք նշում եք, որ հայաստանյան իշխանությունները ըստ էության բան չեն որոշում, ազդեցություն չունեն։ Ըստ ձեզ Ռուսաստանի Դաշնությունը ինչ որոշում ունի Հայաստանի հետ կապված, Հարավային Կովկասի հետ կապված։ Ինչպես են ընթանալու զարգացումները, ինչ սպասել։ Այ որ հարցում եք կարմիր գծերի անցել են թե չէ, ինձ թվում է դեռ չեն անցել։ Եվ ռուսական կողմը հույսեր ունի, որ դեռ դիվանագիտական
ճանապարհներով, որոշ իմաստով քաղաքական ճնշումների ճանապարհներով կարողանա հարցը կարգավորել։ Օրինակ այս ակտիվացումը, ասենք, եռակողմ, չէ՞, 3+3-ի տարբերակի եւ այլն։ Այն կոնսուլտացիաները, զրույցները, բանակցությունները, որ տեղի են ունենում Իրանի հետ, ներկայացվում են Չինաստանին եւ այլն եւ այլն։ Մենք չգիտենք ճիշտն ասած, բայց ես չեմ բացառում, որ օրինակ հենց Իրանի հետ կոնկրետ նաև խոսվում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման մասին։ Իսկ քանի որ Հայաստանը ըստ էության ոչ մի ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարում, նա խնդիր չի դնում, ուրեմն Հայաստանի համար կարող է այդ լուծումները, այսինքն լուծումները իշա Ռուսաստանի եւ իշա Իրանի, այսինքն նրանց շահերից ելնելով լինեն մեր համար եւ անսպասելի եւ անհասկանալի եւ ուղղակի նրանք որոշեն, նրանք էլ անեն, որովհետեւ թե Իրանի համար, թե Ռուսաստանի համար դա կենսական նշանակություն ունի։ Այնպես որ մենք չենք կարող ասել, որ այ տեսեք մեր, ասենք, արտաքին քաղաքականությունը ունի այս տեսակ ուրեմն նպատակներ, հետապնդում է այս տեսակ շահեր մեր ազգային պետական եւ որոշակի բանակցություն։ Մենք տեսնում ենք, որ չկա այդ բանակցությունը։ Ասենք ինչ ասում են, ոչ թե, այստեղ հետաքրքիր է, ասենք Արևմտյան Ադրբեջանը։ Ոչ թե մեր իշխանությունները սկսում են բանակցություններ վարել, դիվանագիտություն ասել, որ գիտեք, այո, դուք ժամանակին ապրել են այստեղ ադրբեջանցիներ, բայց չէ, որ 400,000 հայ էլ ապրել են Ադրբեջանում եւ այլն, այսինքն որոշակի բանակցություններ վարի այդ հարցը մեր օգտին լուծելու համար, այսինքն ոչ ի վնաս մեզ, ընդհակառակը։ Երբ որ ես նայում եմ մեր արտաքին քաղաքական շարժերին, այսինքն այդ արտաքին քաղաքականությունը ծառայում է, որ այդ հանձնարարականները կատարի, այլ ոչ թե այդ խնդիրը լուծելու մեջ գոնե իրենը պաշտպանի, տեր կանգնի, ասենք թե իր թե տարածքներին, թե ասենք դեմոգրաֆիական կազմին եւ այլն։ Այս է սարսափելին։ Այդ դեպքում արդեն ոչ ոք քո հետ հաշվի չի նստում։ Ոչ քո, ասենք, այսպես հռչակած բարեկամները, օրինակ Թուրքիան կամ Ադրբեջանը կամ Եվրոմիությունը կամ Միացյալ Նահանգները, ոչ էլ, ասենք, Ռուսաստանը կամ Իրանը։ Արդեն դուրս է գալիս, որ դու ինքդ մի կողմ ես քաշվել, այդ հարցերը ինքդ չես հետապնդում, ուրեմն քո փոխարեն այդ տարածքի աշխարհաքաղաքական ուրեմն հետաքրքրությունների լուծումը տալու են այլ պետություններ, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ այլն։ Ներկայումս ի՞նչն է խանգարում, որպեսզի 3+3-ը սկսի ակտիվ գործել։ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանը։ Նրանք, տեսեք, հիմա Ալիևը այսպես հիմա ինչ ասեմ, չի կարելի ոնց ասած դատապարտել, մարդը այդպես է ուզում, ինքը ուզում է դառնալ ծանրակշիռ, տարածաշրջանային տերություն, ինչ որ քաղաքականություն թելադրի, ճիշտ է, թելադրում են ընդամենը Հայաստանին, բայց արդեն որոշակի կշիռ է ձեռք բերել։ Այո։ Որոշակի կշիռ է ձեռք բերել։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում է կշիռ ձեռք բերել։ Տեսնում եք, Ալիևի մեղադրանքներին մի քիչ թվացial է դա։ Օրինակ Պուտինը լինելով շատ փորձված դիվանագետ, մեկ որ բան են անում, նա միշտ այսպես քնքուշ ձևով, այո, լավ, այսպես է միշտ խոսում, չէ՞, զուս, հանգիստ եւ այլն։ Բայց մենք գիտենք թե տակը ինչ կա։ Մենք գիտենք, որ այդ մարդիկ իրենց ուժը շատ լավ են հաշվարկել եւ կոպիտ ասած ռուսները շատ հանգիստ հասկանում են, որ դու ով ես, որ այստեղ հարցեր լուծես։ Դու, որին մենք ենք ստեղծել, որին մենք ենք ձևավորել, ավելի շուտ բոլշևիկյան Ռուսաստանը եւ այլն, հիմա դու պես պետք է թելադրես, թե այս տարածաշրջանում դու ես դերակատար, այդպիսի բան չի լինում։ Այն նա էլ է մոտ կարմիր գծերը անցնելու։ Նույնը իրանցիները կարող են ասել, չէ, Ադրբեջանին, դուք ով եք ընդհանրապես, ինչ եք եղել,
ասենք անգլիացիք ու բոլշևիկներն են ձեզ ձևավորել, այդ գաղափարը տվել, ինչ որ պետություն եք դարել, այսօր էլ դու խաղում ես նախագահ, հորդ արցաններն էլ աշխարհում եք դնում ես, հա, եվրոպացիների երկերեսանիությունն էլ մենք գիտենք, քո նավթի համար ինչ որ ձևով, բայց այդ ամեն ինչը շատ ժամանակավոր է։ Այնուամենայնիվ Ռուսաստանի իշխանությունները այլևին այն սրությամբ չեն արձագանքում, որքան Հայաստանի իշխանությունների գործողություններին, որոշումներին։ Ճիշտ է, ավելի սուր արձագանքում էր Ալիևը Ռուսաստանի նկատմամբ, բայց ես ասում եմ, այսօր դեռ ոնց ասած այդ բանը չունեն, որ Ալիևի հետ գլուխ տան։ Պետք իմաստ չունի։ Այսինքն, եթե դու սկսես Ալիևի հետ բանավիճել կամ էս անել են անել, ինչու էր նա Լավրովի նկատմամբ այդ տեսակ հայտարարություններ էին անում, էս էին անում, բան, դե այդտեղ միանգամից Եվրոմիության այդ շատ խելացի փորձված դիվանագետները կանայք մանավանդ եւ այլն, հա Ռուսաստանը ճնշում է նաեւ Ադրբեջանից, այս դրա զահլան կոպիտ ասած դեռ չունեն։ Դեռ այսպես ինչպես Հայաստանին, մի ժամանակ Վրաստանին, չէ՞, ասում էին Վրաստանին, ամեն պայման ընդունում էին տարածքային ամբողջություն, բան հանգիստ բայեք ձեզ, դե չուզեցին, որովհետև արևմուտքից թելադրեցին, որպեսի Վրաստանը փորձելով համար Ռուսաստանին հարձակվի Օսեթիայի վրա, հարավային հարձակվեց եւ գլխին ստացավ։ Հիմա նորից ետ ձեռք չեն քաշում, որովհետև հենց Ուկրաինան մոտ է սպառման, որպես միջնորդ ուժ, արդեն հերթը գալիս է հարավային Կովկասին եւ Միջին Ասիային, այսինքն կենտրոնական Ասիային, որովհետև արևմուտքի նպատակն է ոչ մի պահ թույլ չտալ, որ Ռուսաստանը հանգիստ շնչի։ Միշտ խնդիրներ։ Ինչպես ասում եք, Ռուսաստանը հանգիստ ձևով ասում է, հիմա Իրանը հանգիստ ձևով իր մտահոգություններն է ներկայացնում հայաստանյան իշխանություններին այս TRIP պրոյեկտի վերաբերյալ ու ինչպես իրանական կողմից են պնդում, Իրանը դեռ չի ստացել հստակ երաշխիքներ, որ այդ պրոյեկտից չի լինի ամերիկյան սպառնալիք, չի լինի իսրայելական սպառնալիք, ինչու եմ ասում իսրայելական, որովհետև օրերս հայտնի դարձավ, որ այդ TRIP+ հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, ում անունը կապվում է Թրամփի աշխատակազմում իսրայելամետ գործիչների Ջարեդ Քուշների, Ստիվ Ուիթքոֆի հետ, նրանք սերտ կապեր ունեն Իսրայելի հետ։ Ինչպես կբնութագրեք Իրանի հետ իրավիճակ այս TRIP-ի շուրջ։ Իրանը նման ձևով զգուշացնում էր նաև իր մերձավոր արևելյան հարևաններին եւ տեսանք, թե հետո իրադարձությունները ինչպես զարգացան։ Ինչ սպասել մեր դեպքում։ Այդ նույնը։ Ուղղակի չափի տարբերություն կա։ Այսինքն, եթե Իրանը զգուշացում էր Քաթար, Քուվեյթ եւ այլն, Սաուդյան Արաբիա, դրանք շատ ավելի մեծ ու հզոր կշիռ ունեցող պետություններ էին եւ ավելի շատ դեր էին խաղում Միացյալ Նահանգների ագրեսիայի։ Նաեւ ունեին բազաներ կոնկրետ։ Հիմա TRIP-ը շատ փոքր, մի հատիկային հանգամանք է, բայց բոլոր դեպքերում իրանցիները լինելով 5000-ամյա դիվանագիտության տեր, նրանց թուղթ է պետք, բարատ, ինչպես ասում են, Հայաստանի իշխանությունների կողմից, որ վաղը հիմք ունենա, էլի ասենք, որոշակի հարցեր լուծելու։ Շատ լավ իմանալով, որ Հայաստանը ըստ էության ի վիճակի չի ինքնուրույն ինչ-որ բան ասելու։ Գուցե ասենք արևմուտքից պարտադրեն եւ ասի այո TRIP-ը այսպես, այնպես Իսրայել եւ այլն, Իրանը շատ լավ գիտի, որ Իսրայելը վաղուց ներկայություն ունի Ադրբեջանում, ռազմաքաղաքական, որ Իսրայելը Ադրբեջանին պատրաստում է եւ ճնշում է Միացյալ Նահանգների հետ այն հարցում, որպեսզի վաղ օգտագործի Իրանին վճռական հարված հասցնելու համար, եւ Ալիևը իր այդ փաշայական, այսպես ասած, տեսքով ոչինչ չի կարող որոշել։ Նույն ինչպես եւ ասենք մեր վարչապետը։ Սրանք մեծ տերությունների խաղեր են։
Իսկ այդ երեխայությունները, ինչպես ասենք, օրինակը տեսեք Մերձբալթյան երկրների կառավարությունները, ուղղակի հիանում ես էլի որ դրանց խաղից բանից, նույնն էլ Հարավային Կովկասի հանրապետություններն են։ Հիմա Իրանը, քանի որ Իրանի համար արդեն գիտեք, մի կողմից դիվանագիտություն է, բայց Իրանը շատ լավ հասկանում է, որ իր հարցում Արևմուտքը, մասնավորապես Իսրայել եւ Միացյալ Նահանգներ, արդեն դիվանագիտության խնդիր չունեն։ Այստեղ կարմիր գիծ է, լինել չլինելու էգզիստենցիալ հարց են դարձրել։ Եվ Իրանը մտածում է հենց այդ դիրքերից, թե վաղը ինչ է լինելու իր հետ, ինչ է գալու իր գլխին, ինքը ինչ պատասխան կարող է տալ։ Իսկ Հայաստանը այդ մի փոքր օղակներից է, որ այդ նրան Իրանին թշնամի տերությունները կարող են օգտագործել իրենց ծրագրերը իրականացնելու համար։ Ավելի լայն հնարավորություն է Ադրբեջանը, քան թե ասենք թե Հայաստանը։ Թուրքիան շատ զգուշավոր է, չափազանց, բայց նրանք 5 մատի պես գիտեն Թուրքիային էլ, ինչ խաղեր են խաղում։ Այդ ինչ որտեղ կեղծ հակաիսրայելականությունը, բանավեճերը Իսրայելի հետ կամ Իսրայելի կեղծ հակաթուրքականը, ցեղասպանության հարց նայել եւ այլն, այդ խաղերը բոլորին շատ լավ պարզ են, հասկանալի են, կրկնում են, դա միայն ծխացածկույթ է միամիտ մասսայի, այսպես ասած, ազատ քաղաքացիների, քաղաքակիրթ մարդկանց, դեմոկրատ, լիբերալ մարդկանց համար։ Մի հատ Facebook-ով գցում են, նրանք իրենց կոկա-կոլան խմելով այդ ամեն ինչը ընդունում են եւ իրենց երջանիկ են զգում։ Պարոն Հակոբյան, նշում եք, որ թրիփը թեկուզ Հայաստանը այս մեծ աշխարհաքաղաքականության մեջ փոքր օղակ են, փոքր են, բայց մեզ համար այդ փոքր հետևանքները կարող են ճակատագրական ու կործանարար լինել։ Ըստ ձեզ ինչ խնդիրների կարող ենք բախվել հետևանքների տեսքով։ Գիտեք, մենք բարբերաբար բախվել ենք այդ խնդիրներին 100-120 տարի առաջ էլ 17-րդ դարում եւ այլն, այդ տեսակ խնդիրները մենք բախվել ենք։ Մենք եղել ենք այնպիսի իրավիճակում, որ Հայաստանը եւ կար եւ չկար։ Երբ որ դու ունեիր քո բնակչությունը հայ, բայց նաեւ չունեիր, ասենք նրանք իրենց լեզուն էին մոռացել, քիչ-քիչ կրոնն էին ուրանում, այսինքն թշվառագույն ստրկական վիճակում էր եւ այլն։ Հիմա մեզ նորից տանում են այդ վիճակի։ Այսինքն այն վերածնունդը, որ տեղի ունեցավ 1918 թվականին, ուրեմն 1991 թվականին, երբ որ դու պետականություն ես ձեռք բերել, այդ շատ տերություններին դա ձեռք չի տալիս, ոչ թե հայատյացությունից, դա միայն թուրքերին, ադրբեջանցիներին է վերաբերում, այլ ուղղակի դու ով ես, դու պետք է ծառայես, կմնաս թե չէ, որպես ազգու պետություն, դա մեզ հետաքրքիր չի։ Դու պետք է ծառայես Իրանի պես չարիքի, այսպես ասած, որջը վերացնելու համար կամ չգիտեմ, հակառուսականության համար եւ այլն։ Եթե ժողովուրդը ինքը իր գոյատևման, իր հաստատման, ինքնիշխանության կամքը կորցնում է, իսկ արևմուտքը միլիարդներ ծախսեց ժողովրդի գիտակցությունը փոխելու ու բերելու դրան, որ էլ չմտածի ինչ որ սեփական պատմության, արժեքների բանի մասին, այլ դառնա միայն ուտելու մասին մտածող մի էակ, որի հարցերը այս ձևով կարելի է լուծել։ Այդ առումով շատ անհուսալի վիճակում ենք։ Հույսը այն է, որ մենք դեռ ունենք մեր ժողովրդի մեջ, մեր քաղաքացիների մեջ ժողովուրդ, հայ ժողովուրդ, որը ընդունակ է ամեն ինչը ճիշտ հասկանալու, դեմ է ինքնաստորացման եւ արժանապատիվ է։ Եվ հույս կա այդ առումով, որ նաեւ որոշ այն տերություններ, օրինակ տեսեք Արևմուտք, Թուրքիա եւ այլն, Հայաստանով հետաքրքրված են այլ տեսանկյունի օգտագործելու։ Ռուսաստան, Իրան Հայաստանով հետաքրքրված են իրենց կենսական շահերից ելնելով, այսինքն նրանց համար հայկական պետությունը կենսական շահ է, ոչ թե որ հայերին սիրում ենք կամ չգիտեմ
մեր այս քաղաքագետներ կան, չէ, որ մեծ խոսում են հակառուսական եւ այլն, դրանց ինադու եւ այլն, չէ, ուղղակի հասկացեք, այդ թուրքական ամբողջ այդ ներողություն այդ շերտը որ կա, չթողելու որ միանան, հզորանան, դրա համար հայկական պետություն է ստեղծվել դեռ 19-րդ դարի սկզբերին, այսինքն նպաստել են ինչ որտեղ հայերին հավաքելու այդ ինչպես Պակիստանն է ասում արգելքը բարիերը թուրքական ժողովուրդների մուսուլմանական ժողովուրդների միջև պահպանելու համար։ Դե ըստեյության պատնեշեր նաև այն հիմա ձգտում են թրիփը ստանան ըստեյության դա պատնեշի եւս մեկ մակարդակի չեզոքացում է։ Մի քիչ տարբերել է պետք։ Թրիփը տեխնիկական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար Իրանի հարցերը լուծելու։ Թուրքիային եւ Ադրբեջանը ես ասել եմ արդեն այս ստուդիայում կարծեմ որ դա թրիփ որպես չի տակրում նրանք դեմ են դրան ըստ էության նրանց թրիփ պետք չի նրանց պետք է թուրքական միջանցք այս իսկ Միացյալ Նահանգներին պետք է տեխնիկական մի տարածք որով զորք է SN է կանցնի հարցերը կլուծի հետո այդ թրիփը նրանց 100 տարի պետք չի Դե հետո դա կօգտագործի Թուրքիան միգուցե Այդ է, բայց նույնիսկ Միացյալ Նահանգների եւ Արևմուտքին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, մասնավորապես Իսրայելին եւ այլն արաբական երկրներին ձեռք չի տալիս թուրքական այդ մասսայի համաթյուրքական, այսինքն միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահմանների այդ շերտի վերականգնման ու ստեղծման գործընթաց։ Ըստ ձեզ Իրանը թույլ է տալու թրիփով սպառազինության շրջանառություն։ Չէ, Իրանը իր դեմ է այդ շրջանառությունը։ Դրա համար եմ ասում, տեխնիկական է Միացյալ Նահանգների համար, նա գիտեն, որ եթե հարցերը ինչ-որ ձևով լուծվի, Ամերիկան մոռանալու է ինչ-որ թրիփ, ինչ-որ թուղթ են ստորագրել եւ այլն, այսօր տակտիկական հարց է, մի փոքր տակտիկական հարց իրանց հետաքրքրում է, համել բան է, հասարակական գիտակցության մանիպուլյացիայի ձև, ասենք հայերին գցում ես թրիփ, զարգացում, ծաղկում եւ նույնիսկ ես ապշում եմ, որ օպոզիցիոն շատ, ասենք, վերլուծաբաններ եւ այլն լուրջ սկսում են քննարկել թե ինչպես կարելի է օգտագործել թրիփը տնտեսական դա լուրջ բան չի Թրիփը գիտեն ինչպես օգտագործեն եւ ինչի համար։ Պարոն Հակոբյան, շաբաթներ առաջ ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգները հարվածները կվերսկսի, դա այն փուլներ, երբ հուշագիր էր ստորագրվել Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանը չէր մենակ, որ ես կանխատեի։ Բոլորը Այո, այսինքն բոլորը այնուամենայնիվ կային նաեւ փորձագետներ, որոնք գտնում էին, որ հուշագիրը որոշակի զսպող նշանակություն կունենա։ Ըստ ձեզ, այս փուլում ինչ սպասել այդ ուղղությամբ Միացյալ Նահանգներ Իրան բախումները որքան կշարունակվեն, որքան կընդլայնվեն, գուցե կամ կմեղմվեն։ Գիտեք, եթե մենք հարցին, նույնիսկ Արցախի հարցին, այսպես նաև Իրանի հարցին, Ուկրաինայի եւ այլն, նայենք կոնկրետ այդ հարցի շրջանակներում մենք ճիշտ պատասխան չենք գտնի։ Այս հարցերը, որ ծագել են Մերձավոր Արևելքում մասնավորապես, ինչ որտեղ Ուկրաինան շատ կարևոր, բայց Ուկրաինան էլի կարծես թե օժանդակ իր դերը խաղում է հենց Մերձավոր Արևելքի համար։ Գիտեք, դա զուտ իմ, այսպես ասած, ենթադրությունն է, այսպես մտածում եմ, որ Ուկրաինան սկսեցին մասնավորապես դա շատ ձեռնտու էր Իսրայելին, որ այդ խնդիրները Սիրիայի հետ կապված եւ այլն դրանով Ռուսաստանին շեղի եւ հերվածնի Մերձավոր Արևելքից իր հարցերը լուծելու համար։ Այդպես էլ եղավ Ռուսաստանը եւ պատահական չի Զելենսկու նախագահ դառնալը։ Հասկանում եք, այդ մի կողմ թողենք, դա ուղղակի մի քիչ կոնսպիրոլոգիա սիրող մարդկանց համար է այդ տեսակ մտածելը։ Այսինքն, եթե մենք տեղային ենք նայում, չենք կարող բացատրել այդ ամեն ինչը։ Խնդիրը շատ մեծ է։ Խնդիրը ուրեմն երկու շերտ ունի, մեկը աշխարհաքաղաքական, մեկը գաղափարական։ Այսինքն
կան հզոր ուժեր, որոնք գաղափարական խաղ են տանում, դա գլոբալ լիբերալներն են։ Դրանց անունները ղեկավարների չտամ, գիտենք նպատակները, բնակչությունը կրճատել, էս անել, այն անել եւ այլն։ Դա մի շերտն է, իսկ դա շատ հեռու գնացող, դա երկրագնդի ապագայի հարցեր են։ Մյուսը աշխարհաքաղաքական, դա Միացյալ Նահանգների, որը արդեն ճաքեր տվող կայսրություն է, Եվրոմիության, որը արդեն այդ ճաքերը տվել է, Չինաստանի ապագայի, որը տնտեսապես գերտերություն է դարձել, բայց ռազմաքաղաքականով դեռ չի կարողանում դառնա, աճող Հնդկաստանը եւ այլն։ Այսինքն հին աշխարհը, կոպիտ ասած, փլուզվում է։ Չկա արդեն։ Փլուզվում է աշխարհակարգ հետ չկա։ Ասենք այն քաղաքական տիտաններ, ասենք Չերչիլ, Ռուզվելտ, Ստալին, որ նախագծել են, դե հիշում եք գրքերից, ֆիլմերից, որ Ստալինը ասում էր մի 50 տարի, չէ՞, այդ 50 տարին սպառվել է։ Հիմա նոր խնդիրներ են, այդ աշխարհը քանդվում է եւ պետք է նոր աշխարհակարգ։ Ով դերակատար կլինի այդ աշխարհակարգում։ Միացյալ Նահանգները կատեգորիկ ուզում են իրենք, մեկը փառասիրությունից նախագահները, քաղաքական գործիչները, շահից եւ այլն, մյուսները, չգիտեմ ինչ նպատակով եւ այլն, բայց ձգտումները կան։ Եվ այսօր այն վիճակը չի, որ ասենք մի 30-50 տարի առաջ կար Խորհրդային Միություն, Միացյալ Նահանգներ, երկուսն է գերտերություն էին, մի մասին իրենք էին ղեկավարը, մյուսինը ասում էին այսպես եւ այսպես լինում էր։ Այսօր Միացյալ Նահանգները տեսեք չի կարողանում հաղթահարել Իրանը, չի կարողանում հաղթահարել Թեկուզ Ուկրաինայի հակամարտության միջնորդությունը, հակամարտության իդեպ նորից մի փոքր անդրադառնանք, եթե Ուկրաինային Միացյալ Նահանգների տեսանկյունից, Միացյալ Նահանգներին շատ պետք է ոչ միայն զենք փորձարկելու համար, օրինակ այդ արհեստական ինտելեկտը չէ, բերել են այնտեղ փորձարկում են, հարցեր են լուծում։ Եվ Ռուբիոյի այդ ելույթները Ֆիլիպիններում, որ ասում է անկորիչ, մանկորիչ, դա սա ամբողջը դրեք մի կողմ, դա ծխած ածկույթ է։ Իրականում Թրամփը, երբ որ ես լսում եմ նրան դատողությունների այս ընթացքում եւ առաջի ընտրությունների ժամանակ, նա կարծես թե զայրանում է ռուսների վրա, Պուտինի մասնավորապես, դեկուզ մի բանով։ Ինչ ես երկար բարակ ձգում։ Տուր գլխներին պրծի։ Թրամփը դա է հարգում, որ ես էլ կարողանամ, այսինքն Թրամփն է այդպես մտածում, Զելենսկու ականջից բռնեմ բերեմ, ասեմ, էս պետք է անես, որովհետև արդեն հոգնեցնում է այդ Ուկրաինան, Թրամփին էլ, Ամերիկային էլ։ Այսինքն նման խնդիրներ կան։ Հիմա այդ հարցերին, եթե նայում ենք այս մեծ գլոբալ տեսանկյունից, դրանք դեռ հստակ ասել, թե ուր կտանեն, կարող են տանել շատ մեծ արյան, նույնիսկ քաղաքակրթությունների կործանման, կարող են լուծում գտնել ինչ-որ զով, այսինքն մինչև են կետը, երբ որ կձևավորվի նոր աշխարհակարգ եւ այն տեսակ բաներ կփոխվեն, որ մարդկանց համար ուղղակի լրիվ զարմանալի կլինի, թե ինչի մենք մինչև հիմա այսպես չէինք մտածում, այլ այնպես էինք մտածում, այլ որպեսի սխալ մտածեք, որպեսի մտածեք այդ Big Mac-ի կամ համբուրգերի մասին ու կոլայի մասին եւ այլն, ձեզ մոլորեցրել է, ձեզ բերում են ինստինկտների ամենացածրագույն մակարդակի։ Իսկ ճիշտ մտածելու համար պետք է ռեալ մարդկային, ազգային շահերից ելնել, ազգային, ոչ թե ազգայնական։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Մինչ նոր հանդիպում։